Ական 60. Տատիկը օգտագործում է միայն ավտապ։ Տատիկը օգտագործում է միայն ավտապ։ Այս գովազդի սկիզբն այսպիսին էր. Հարսանիքի եք նախապատրաստվում, ուրեմն ձեզ պետք է բարձրորակ արևածաղկի յուղ և ձետ։ Սա 90-ականների գովազդ չէր, 2000-ականների նկարահանված գովազդ էր։ Երբ դեռ ռեստորաններում աթոռի համար 10,000 դրամ վճարելով հարսանիք անելը համատարած երևույթ չէր, մարդիկ իրենք էին սեղան դնում, կազմակերպում, ձևավորում հարսանիքները։ Դրա համար էլ համն ու հոտը, քեֆ անելը շատ ավելի իսկական էին։ Իսկ լավ կադր ստանալու համար հարսն ու փեսան հարսանեկան վալսը կծկտուր ջղաձգված պարելու փոխարեն շատ ավելի բնական ու իրենց նման էին պարում կամ ընդհանրապես չէին պարում։ Ծայրահեղությունից դեպի մեկ այլ ծայրահեղություն։ 2000-ականների սկիզբը այնպիսի անցումային շրջան էր, որ մեկ երթուղայինում կարող էիր հանդիպել կողք կողքի նստած եղբոր շողքից կաշկանդված ավանդապաշտ ուսանողուհու և բարակ խիստ գծված հոնքերով գլամուրային մի աղջկա, որը գնում էր տատու-սալոն վզին ճապոնական հիերոգլիֆ նկարելու։ Նոր կյանքին ադապտացվելու ժամանակաշրջանում անսովոր կոշտ փոփոխություններից մեկն այն էր, որ ճգնաժամում ապրող ժողովրդին օգնության եկած սփյուռքահայը օդանավակայանից Երևան գալու ճանապարհին հայկական Վեգասի միջով էր անցնում ու զարմանում։ Օ, ասինչ բան է, ասինչ կազինոներ են։ Բնավ թշվառ բեդության մայրաքաղաք չէ հիշեցներ։ Աչք ծակող մեկ այլ փոփոխությունը հյուսիսային պողոտայի կառուցման համար ապամոնտաժված թաղամասն էր։ Իրարանցում, աղմուկ, դատաստան, դժգոհություններ։ Մեկ էլ հանկարծ լուռ լռություն։ Բարձրահարկ, սառը, դատարկ ու անսովոր սրություն, անընդունելի ճարտարապետություն, բայց ցանկալի կապիտալ։ Արկ-վաճառք, տնտեսություն և նոր տերմին հիփոթեկային ակտիվություն։ Հյուսիսային պողոտայի նորակառույց շենքերի շնորհիվ էլիտայի մասին կարծիքն անմիջապես փոխվեց։ Պարզվեց էլիտայի անդամ կարող են համարվել միայն հարուստ մարդիկ, իսկ մինչ այդ գոյություն ունեցող էլիտան այդ մտքի հետ պետք է լուռ համակերպվեր։ Պողոտայի շինարարության ակտիվ շրջանում շինհրապարակի զուգահեռ Կողբացի փողոցը գրեթե միշտ մարդաշատ էր։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր աժիոտաժի և ակտիվ իրարանցման էպիկենտրոնում հայերը հավաքվում և կարծիքներ են փոխանակում։ Կողբացի փողոցում գտնվող բիլիարդանոցից դուրս եկանք ու ականատես եղանք, թե ինչպես է մի տարեց տղամարդ աղմկում ու քաշքշում մայթին տեղադրված էլիտար շենքի մակետ պաստառը։ Արա բա էս Երևանի կենտրոնում սարքելու շենք, հա, էս ինչ զզվելի օտարություն ա։ Հայկոն մոտեցավ, սիրալիր տոնով դիմեց. Հոպար ջան, մի ջղայնացի, շուխուր մի արա, պրոբլեմի մեջ ես ընկնելու, մենթ մունթի հավես ունես, հեսա կհավքվեն, ինչով օգնենք, մաշնով ենք, ուրա պետք տանենք։ Չէ տղա ջան, շնորհակալ եմ, ստեղ մոտիկ եմ ապրում, Արամի փողոցից եմ, մեր տների վրա էլ են աչք դրել, սիրտս ցավում է, չեմ կարում հասկանամ, բա փողի համար քաղաքը վարի կտան։ Մի 15 րոպեի չափ զրուցեցինք այդ սրտացավ երևանցու հետ, հետաքրքիր բաներ իմացանք մեր քաղաքի մասին։ Օրինակ, երկրորդ համաշխարհայինից հետո Երևանի մի շարք փողոցներում աշխատող գերմանացի գերիների մասին իմացանք, թե երևանցիները որքան լավ են վերաբերվել նրանց, միայն այն բանի համար, որ քաղաքը գեղեցկացնում են։ Դե հենա ասա Գյունտերի ու Գյոթեի ազդեցությունը այն թվերից է էլի մնացել, ասաց Հայկոն ու կարմանչիկի միջից հանեց դզզացող Siemens C45-ը։ Ալո, հա ապեր։ Ինչ ա խոսում, շուտվանից եք նստած։ Լավ, հեսա եկանք։ Տղեկ հրանտոն էր, ասում ա են կուտոկի հետ դվաժդի դվա նստած են։ Այն օրերի լեքսիկոնով ճղծրած հասանք Խանջան փողոց, որտեղ մեր ընկերները դվաժդի դվա բարի դիմաց իրենց սեղանակից աղջիկներից մեկի եղբոր և մյուսի ուզողի հետ հարաբերություններ էին պարզում։ Տեղի ունեցածի մանրամասները բաց թողնեմ։ Միայն ասեմ, որ այդ օրը մեր ընկերոջ դեպուտատ քեռու շնորհիվ նաև հակառակորդ տղերքը քաղմասից դուրս եկան, ինչից հետո հաշտության պայմանագիր կնքվեց։ Երևանյան ուսանողությունը հրաշալի էր և է։ Դա երիտասարդությունն է։ Պատմում են, որ 90-ականների ուսանողությունը անկախ դժվարություններից նույնպես հրաշալի է եղել։
Այդ ժամանակ ուսանող չեմ եղել, բայց կփաստեմ, որ դպրոցական կյանքը նույնպես ուրախ էր։ Անկախ գոյապայքարի եւ ինքնահաստատման կոշտ դրսևորումներից միևնույն է ուրախ էինք ու անասելի իսկական, առանց որևէ լայֆխակի կամ խայպի, իգնորի կամ սթրիմի։ Ամենևին չեմ հեգնում, ուղղակի բոլոր ժամանակներում նոր սերունդը ավագ սերնդի համար խորթ է եւ ինչ որտեղ անհասկանալի։ Ամեն սերունդ իր ժամանակի համար է քյութ, այսինքն քաղցր։ Արա ապեր շատ քաղցր աղբեր է, ոնց որ գաթի խորիզ ըլնի։ Մի բերան ասեցի հիվանդանոց պարկելու սպարտիվկա չունեմ, զանգեց Ֆիրդուսի յարմրկում կայնող ծանոթին, իջանք իրա գնով մի հատ բեժևի տաքոտ պարտիվկա առանք։ Շքամ էր որ, վերխն ու նիզը իրար հետ 21,000, բայց թվանոց ապրանքա։ Ֆիրդուսի ապրանքը համեմատած մատչելի էր։ Մարդ կար 30,000-ով ոտքից գլուխ հագնվում էր, դեռ մի հատ էլ գումարի մեջ ակնոց էր տեղավորվում, շատ անորակ, բայց քամելիոն ապակիներով ակնոց։ Օրերը գլորվեցին անցան, ամեն առավոտի թարմության հետ մարդկանց միտքը էլ ավելի էր թարմանում, իսկ թարմ միտքը նոր ժամանակներին հարմարվելու միակ գրավականն է։ Ամբիփյուրի բազմաբույր տեսականին մի նոր ալերգիկ շրջան էր, բայց կարճ տևեց։ Ամբիփյուրից հետո բարերում ու սրճարաններում ծխելն այլևս պայթունավտանգ չէր։ Այսպես աննկատ առաջ գնացինք եւ զարգացման հոսքի մեջ չզգացինք, որ ապրելակերպը փոխվել ու նոր կանոններ է թելադրում։ Ոչ ցանկալի մարդուն ցրելը դարձավ իգնոր անել։ Մեր իմացած միակ ճիշտը բազմապատկվեց։ Կռացած շնորհոք կոչկելը էլ մոմենտ չէր։ Հարմարավետ կյանքի համար շատ պարտադրված անհարմարություններ մոռացվեցին։ Շատ բան մոռացվեց։ Լավ են կրունկի քարն ինչ եղավ։ Երևի դարձավ վերջին պարսատիկի քար եւ օդ հարձակվեց մռայլ ամպերը ցրելու եւ արևի շողերն էլ ավելի տեսանելի դարձնելու նպատակով։